ելնելով հանձնաժողովի զեկույցը երկրով հայտնվեց ազգային ժողովի արխիվում։ Նախ ձեր դիրքորոշումը սրա առնչությամբ հիմնավորում են ժամկետների ձգձգմամբ եւ այլն, ինչու նույնիսկ ոչ գաղտնի մասին հնարավորություն չտրվեց ծանոթանալ հանրությանը, ինչից են վախենում կամ եթե վախենում են։ Այո, քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունը զեկույցը ուղարկել են արխիվ, բայց արդյոք կարողանալու են արխիվ ուղարկել իրենց մեղքը կապիտուլյացիայի համար։ Իհարկե չեն կարողանալու։ Իմ կարծիքով ստույգ տեղեկություն չի, զուտ կարծիք է։ Հանձնաժողովի ստեղծումից հետո հանձնաժողովականներն ասել են հանգիստ աշխատեք, հետո կտեսնենք ինչ ալնելու եւ այլն։ Եվ գիտակցաբար թույլ են տվել, որ հանձնաժողովը խախտի օրենքով նախատեսված ժամկետներ ուսումնասիրության համար։ Այնուհետև մյուս թևին ասել են, որ խախտել են, ինչու եք բերում ազգային ժողով, ինչու եք բերում քննարկման, ուղարկեք արխիվ։ Բազա չէ, այնտեղ ուրիշ ինչ պետք է գտնեն։ Իրանց մեղքերն են այնտեղ գտնելու այդ հանձնաժողովի ուսումնասիրություններում։ Իհարկե կլինեն մարդիկ, այսպես ներդրված մարդիկ, ովքեր կփորձեն հեքիաթներ պատմել, բայց լավ գերագույն գլխավոր հրամանատարը իրենք են, բոլոր հրամանատարները եղել են իրենց նշանակածները, ապա ինչ։ Հասկանում են, որ այնտեղ կարող են ասել, բանակում էսեր, բանակում էներ եւ այլն, բայց այդպես ասողներին իհարկե միշտ պետք է պատասխանել հետեւյալը, որ ոչ Սերժ Սարգսյանը եւ ոչ էլ պաշտպանության նախարարը երբեք չեն հայտարարել, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ամենաազդեցիկներն են։ Բայց ոնց էր որ տարածաշրջանում ամենաազդեցիկներն էին, այդ ոնց էր որ միջմարտական մի դիրքի գրավման հետևանքով 70-ից ավել 71 մարտական խաչով պարգևատրեց այդ հիմա իրենց կարծիքով անմարտունակ բանակի զինվորներին ու սպաներին, երեք նախագահները միասին վերցած այդքան մարտական խաչ չեն շնորհել։ Այդ փաստերը հնարավոր չի ուղղակի մոռանալ, էլի։ Այնպես որ լավ է նայել, որ արխիվ են ուղարկել, թող մնա, հետո կտեսնենք։ Պարոն նախագահ, երկրորդ նախագահը հայտարարեց, որ իր թիմը մասնակցելու է 2026-ի ընտրություններին, հանրապետականը որոշում ունի արդեն։ Ես հաջողություն եմ ցանկանում բոլոր այն ուժերին, ովքեր արդեն որոշել են մասնակցել 2026 թվականի ընտրություններին։ Մենք որոշում չունենք, մենք զբաղված ենք այլ գործով, երբ որ դրա ժամանակը մեր կարծիքով կգա, մենք որոշում կայացնենք։ Այդ այլ գործի մասին դիտարկում է հնչել այսօր դարձյալ նույն